Եթե դու տենում ես դինամիկ մոնտաժ, իրոնիայով հումոր ու հանցագործներին, ովքեր խոսում են ոնց որ պոետներ, ուրեմն դու հաստատ նայում ես Գայ Ռիչիի կինոներից մեկը։ Գայ Ռիչին ռեժիսոր է, ով 90-ականներին փոքրիկ ռևոլյուցիա արեց բրիտանական կինոյում։ Մինչև Հոլիվուդը նկարում էր փայլուն մարտաֆիլմեր, ինքը առաջի պլան բերեց փողոցի աֆերիստներին, փոքր գանգստերներին ու այն աշխարհը, որի մասին գիտեին Լոնդոնի թաղամասներում։ Կարտիդյան գիտվաստվալա ու Բալշոյ կուշ ֆիլմերը ոչ միայն դարձան հիթ, այլ նաև նոր շունչ տվեցին կրիմինալ կոմեդիայի ժանրին։ Ռիչիի գլխավոր գաղտնիքը դա մոնտաժն ու ռիթմն է։ Նա ոչ միայն ցույց է տալիս տեսարանը, այլ նաև կարդում է այն, ինչպես երաժշտությունը, կտրուկ անցումներ, արագ դիալոգներ ու կերպարներ, որոնք հայտնվում են մի քանի վայրկյանով, բայց հիշվում են ընդմիշտ։ Իր ֆիլմերը նման են շախմատի պարտիայի, ամեն սյուժետային գիծ ինքն իրեն է աճում, բայց վերջում համախմբվում են մեկ ընդհանուր խելագարության մեջ։ Եվս մեկ ֆիրմային շտրիխ դա անտիհերոսներն են։ Համարյա ոչ մեկ Ռիչիի մոտ բարի չի, բայց բոլորը այնքան խարիզմատիկ են, որ մեկը դու իրենց ես երկրպագում։ Սա այն դեպքերից է, երբ ոճը դառնում է ավելի ուժեղ, քան ժանրը։ Ու հիմա ինքը երկրորդ շունչ է ստացել։ Ջենտլմենի ֆիլմը նորից ապացուցեց, որ ոչ ոք չի կարողանում կրիմինալ աշխարհը այդքան ծիծաղելի, ոճային ու դիպուկ նկարել։ Ոնց եք մտածում Գայ Ռիչին արդեն արել է իր մաքսիմումը, թե իր լավագույն ֆիլմերը դեռ առջևում են։